Պատճառով մեզ էլի գործից հանեցին։ Բայց ես ինչ եմ արել, Իվան։ Ինչ ես արել։ Կյանքս մեր ամուսնության տարեդարձի կապակցությամբ ես ուզում եմ նվիրեմ քեզ այ էս հեռախոսը։ Ոյ, շատ շնորհակալ եմ։ Դու ոնց որ միշտ շատ ուշադիր ես ինձ։ Չէ։ Սիրում քեզ։ Գնացդ։ Հանգիստ։ Այսա։ Գիտեք չէ, մեզ հետ միշտ նման դեպքեր լինում են։ Զարմանում եմ ոնց եք ուտելու։ Էսի չես անում, այ աննորմալ։ Ահա, գտա, մատերով չեմ կպել։ Ես Բայց ինչ համար, հասկաց, ասում եմ մատերով չեմ կպել, չես հավատում։ Բարդենը ճայելն է, ինչ ճայել, ուպել է, շիրո։ Ինչ իմանամ ինչ հայել է։ Դե դուք եք դեր սեյթուններ են։ Չես անում։ Բայց ինչ կա դրա մեջ։ Բոբջան, ավելի լավ չէր սրա տեղը մի հատ Մոսկվիչ առնեիր, շուտ փչանար, այս ժանով տայինք ու բրծնեինք սրանի։ Մատուկին մի ժամանակախ վերներով, մեկը նորմալ մյուսը պակաս շարիկներով, տարիները արագ անցան երազի պես, նրանք որոշեցին բացել փոքրիկ բիզնես, մեծը համով օտով ճաշացան կայքում, մյուսը մեծ ախպոր լարվածներ վերնաուտում, սա ճակատագիր ախպորի չես բախչի, ամեն ինչ շատ պարզ ասա հաստատ սուրպրիզ չի, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, բոլորով նստենք մի մեծ սեղան, սպասում ենք, սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, սպասում ենք սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան, Վախեցար, բարդ։ Ինչ է Իվան, դիմակը դնում եմ ասում ես վախեցար, հանում եմ ասում ես վախեցար, կմետ կկողնորոշվես։ Ինչ է եղել, խես ներվայնացած։ Ոնց չներվայնանամ, ժիրոյի պատճառով էլի գործից հանեցին։ Բոլորի աղբերները, մեկը դատակազա, մեկը գլխավոր բժիշկ է, մեկը բանկի կառավարիչ է, իսկ իմ աղբերը կացին։ Որտեվ ես քեզ 1000 անգամ ասել եմ, դրան ռադար է, ուր գնում ես հետդ քաշ ես տալի։ Արդեն 5-րդ ռեստորանից ենք, դրա պատճառով քեզ հանում։ Ոնց է ռադանեմ ալվարդ, հարազատ աղբերս է։ Հետո ինչ-որ մի քիչ ապուշ է։ Ապուշ չէ, աննորմալ է։ Աննորմալ չի, իմարա։ Տխմար է։ Ծալապակաս է։ Խելառ է։ Ոչինչ որ ես տեղ եմ։ Ոչինչ։ Ինչ ես սրան պահում, հերիք չի գործի տեղն է քեզ խանգարում, մի հատ եկել եմ մեր տանն է մեզ խանգարում։ Իվանես ով է։ Կնիկս։ Իհարկե չես ուզում։ Ես էլ ասում եմ դեմքը որտեղից է ծանոթ։ Ես են տունը մնացած կնիկը չի որ գնաց իր հետը սրանք զգար որ պապան ես տունը թողի քեզ։ Ոչինչ, ես մի օր պապային կպատմեմ ես ամեն ինչի մասին։ Հիմա հասկացար, թե ինչի տնից չեմ ռադանում։ Որովհետև կզանգի պապային կպատմի, պապայի աչքից կընկնեմ, պապան տունը կտա իրան, որովհետև պապան չգիտի, որ ես քո հետ ամուսնացած եմ ֆիկտիվ։ Էդ ինձ ասիր ֆիկտիվ։ Վերջ Իվան։ Համբերությանս բաժակը լծվեց, զանգում եմ պապայի։ Այդ հեռախոսս վերցրիր, գիտես չեմ կարա զանգեմ։
գումարը բավարար չէ զանգ կատարելու համար։ Խնդրում ենք վերալիցքավորել հաշիվը։ Բախտներդ բերեց րոպե չունեմ։ Շիրո ձենդ կտրի։ Քո պատճառով քաղաքում ռեստորան չմնաց, որ մեզ գործի վերցնեն։ Իվան, ես մի հատ ռեստորան գիտեմ, որտեղից քեզ երբեք չեն հանի գործից։ Ու այդ որը ռեստորանն է։ Քո սեփականը։ Իվան, բայց ճիշտ ասում ես Բուլկին։ Սպասում ենք, շիրով, Իվան։ Իվան, լսի քեզ ինչ եմ ասում։ Այդ տարածքի տերը որ գա, բառ չխոսած։ Ես տարածքը վարձով տվող մարդկանց հոգեբանությունը այսպես գիտեմ։ Շիրո դու սկի չգիտես հոգեբանություն բառը ոնց է գրվում։ Ես կխոսամ, դու կլսես, լավ։ Здорово, братан. Ուրախ եմ Ժիրո։ Իվան, Բարոն, Պարոն ինչ։ Պարոն Պետրոսյան, Պարոն Խաչատրյան, Պարոն Սարգսյան։ ձենդ կտրի Շիրո։ Մի րոպե էլ հեսա մտածում եմ իմանամ ինչա։ Պարոն Գևորգյան։ Պարոն Սիմոնյան։ Առջան ուշադրություն մի դարձրու, հա։ Կարանք տարածքը նայենք։ նայենք։ Բայց ես տենց է չիմացա, պարոն ինչ, պարոն Գևորգյան չէիր, պարոն Սիմոնյան չես, պարոն Խաչատրյան չես։ Իվան ջան, ստեղ Զիբիլանոս հա ոնց ենք բիզնես բացելու։ Ձենդ կտրի Շիրո։ Բա ինչ եք ուզում ստեղ բացեք տղեկ։ Ուզում ենք ռեստորան բացենք, բայց ամեն ինչ կախված է տարածքի վարձից։ Ու ճովի տղա է սերվում ձեր լավան։ Քո խաթր 5000։ 5000։ Չես ամաչում 5000-ի համար եք ես լեզու ես տրճում։ Հար։ 4 ամսա վարձը տալիս եմ, վերցրու գնաս։ Առաջինը 5000 դրամ չի, 5000 դոլար է։ Ու երկրորդ դեպս ես քեզ սպայես։ Ստե ախպետ ռեստորանի տեղը քո սրագը բացի։ Արո, շատ լավ կին ես ասում։ Մնում է գնամ բանկ փողի հարցելուց եմ վերեմ կանխավճարը տա։ Հաշվարկ տարել եմ բիզնեսը սկսելու համար ինձ պետք է $30,000 փող, մեկ էլ $5000 ամսական վճարը, բայց կարող եմ մի քիչ էլ իջնես։ Քո խաթր 4 Ռապուր զայրացի դիրգով մոքուրի հետ խոստամ։ Խելոք մնա։ Հա, չէ, Դեկալ եմ հեռախոսի բացել։ Բայց բանկը քեզ հետ կամ փող կտա։ Գրավ եմ դնելու։ Բայց արժե տունը տնամ ես բանկի տակ։ Բերի մոտ դիր գրավ։ Այդ երսում այդը կտամ քեզ առանց տոկոս։ Ինձ էլ քիչ-քիչ կփակվես։ Շիրո շատ լավ բան առաջարկ։ Հա, կլինի գնանք մտածենք գանք։ Մտածեք։ Դե մնաց թե գնում ենք մտածենք կանք։ Առաջինք։ Ալյութներին այսօր սպասվում են շահավետ առաջարկներ։ Մի մերժեք դրանք։ Հակառակ դեպքում կենդանիների արքայից կդառնաք տնական կատու։ Աղջին ճայռուցներ, առաջանցի իմը ասա։ Հույսեր։ Հաջան։ Այսօր դուք կհասկանաք, որ ոչ բոլորն են ամուսնանում սիրելով։ Ոմանք ամուսնանում են, որ փակեն բամբասկոտ բարեկամների բերանները։ 100%։ Իվան, բայց ինձ ադմարտիների պաղպաղակ չեք բերել։ Բերել եմ։ 3 հատ կոն եմ արել։ Մեկը քեզ համար, մեկը ինձ համար, մեկն էլ Շիրոյի համար։ Բա իմ ու քոնը ուր է։ Շիրոյի փորի մեջ։ Գոնե թող մի հատ հաջող անեմ նոր կեշ։
Իվան, իսկ տարածքներ նայեցիք։ Հա, մի հատ լավը գտանք։ Ուղղակի պետքա ռեմոնտ անենք։ Լսի, տերը մի հատ առաջարկ արի, չգիտեմ համաձայնվեմ, թե չէ։ Ինչ առաջարկ։ Ուտելու բան չի առաջարկել, մի ոգևորվի։ Առաջարկումը տունը գերավ դնենք ոչ թե բանկում, այլ իրա մոտ ու առանց տոկոս։ Դե եթե քեզ այնքան փող է տալու, ինչքան պետքա բիզնեսը բացելու համար, առանց մտածելու համաձայնվի։ Ես էլ օքո այդ ամուսնանալը չի, որ առանց մտածելու համաձայնվի։ Դավասի։ Այսի հումոր արի։ Իվան, եթե սրան սպանեմ, շատ կնեղվես։ Ուշադրություն մի դարձրու։ Ինչի համաձայնվեմ։ Դրա համար երկու պատճառ կա։ Առաջինը ես քեզ որպես հաշվապահ եմ ասում, էդի շատ լավ առաջարկ է։ Երկրորդն է նոր հորոսկոպն է նայում, ասեց այրուցները այսօր շահավետ առաջարկ են ստանալու, չպետք է մերժեն։ Իսկ հորոսկոպով չեն ասել, կույսերը հելնեն առյուծի ու առյուծի աղբոր համար տեղերը բացեն, որ քնենք։ Ասել է։ Իվան, դու կարող ես հիշես, ես հորոսկոպով ինչ էի։ Սպիտակեշ։ Ոչ ես ասում։ Սպասում ենք, սիրով շիրով Իվան։ Ասում սպայմով նմենք, 30,000 դոլար։ Մի րոպե։ Փողը հաշվել է սիրում։ Հաշվի։ Ի մեկ։ Տեսել տան վկայական, պարոն ջան։ Մի րոպե հաշվեմ նոր դա Ունի։ նորս։ Ես փողով գործը կսկսես, դուր արդեն ոտիկ այնս, մանրից կպագես, բայց ամենակարևորը ամսական վարձը, հարգար չուշասնեք։ Չի որ ուշացնենք խնդիր կունենանք, 52։ Խնդիր չեք ունենա, բայց տունե չեք ունենա, երհասկացանք։ Ճիշտ է։ Ստսաղ գրած է, կարդա ու ստորագրի։ Մի րոպե Իվան, նույն կարդա նոր ստորագրի էլի, այ Որը խնդուկμένο, շիրու։ Արա Իվան, ես գնացել պատրաստվել եմ ռեմոնտին, դու մտնում ես հեռախոսիդ մեջ։ Մյուս անգամ քեզ հեռախոսիդ մեջ եմ տեսել գործից անելու է։ Այդ դռել ռեստորանի համար ձեղտիկա են պատվիրում, որ կոֆեն ձեռով չտնես, միսը ձեռով չաղաս, կնեմը ձեռով չհարես։ Լավ բան ես ասում։ Ես պասի տեսնեմ ճիշտ ես պատվիրում տոնեմ։
Բարև ձեզ։ Դուք ես նոր ռեստորանի աշխատողներն եք։ Ես ես ռեստորանի տերն եմ։ Պահ, ես էլ տիրակալն եմ։ Այդ դեպքում ես էլ այս ռեստորանի տերն ու տիրակալն եմ։ Մարգարիտա։ Իվան, Մարգարիտա։ Պեպերոնի։ չես խոսում Ժիրո։ Պիցայի անուններ չեք խամ։ Աղբերը սա։ Ուղղակի փոքր ժամանակ իր հետ շատ վատ դեպք ա պատահել։ Ինչ դեպք։ Ծնվելը։ Ջանիկներս, ինձ հանկարծ որպես հակառակորդ չդիտարկեք։ Ես ձեզ մեծ հաճույքով կօգնեմ ցանկացած հարցում։ Հաշվեք հարևաններ ենք։ Մեկ-մեկ պատը ծեծեք, միասին սուրճ խմենք։ Մեծ հաճույքով տիկին Մարգարիտա։ Դե կսպասեմ։ Իվան էսքին ինձ դուր չի գալիս։ Չի Ժիրո։ Ցնդացա։ Ասմա պատը ծեծեք, կոֆե խմենք։ Արա մենք ընդհանուր պատ ունենք, որ ծեծենք։ Բարև ձեզ։ Դուք եք վեստայից խոհանոցային տեխնիկա պատվիրել։ Ես եմ պատվիրել։ Ես եմ ասել, որ վեստայից պատվիրի, որ չգնա ուրիշ տեղ խաբել։ Շատ ճիշտ որոշում եք կայացրել, որտեղ վեստա միշտ որակյալ ապրանքներ եք վաճառում։ Եվա բերեք ներս։ Աթորը։ Արա բեր ներս։ Եկեք։ Բերեք, այս։ Ահա, մատերը դուշ, այս է, ուշադիր ես տեղ եմ։ Ահա, ուշադիր ես, գուշ։ Կամատ, ես գիտեմ ծանրը, իման ուգր ես ենք ոն, դու, ծանրիկ շատ կաս, եկշի, այս, կամատ, Սպասում ենք, սիրով Ժիրո, Իվան։ Իսկ ասեք աշխատանքային փորձ ունեք։ Ճիշտ ասած շատ տեղեր եմ փորձել աշխատանքի ընդունվել, բայց չեմ վերցրել։ Լավ, մենք ձեզ կզանգենք։ Իսկ ինչ գործի համար եք եկել, մատուցող, խոհարար, առաքիչ։ Տնօր է։ Մենք ձեզ կզանգենք։ գիտեք չէ, որ ասմա մենք ձեզ կզանգենք, չի զանգելու, ծրումա։ Բարև ձեզ, կարելի է։ Մի հատ շուտ փակեք այդ դուռը։ Չեք տեսնում, որ բերերի բա։ Այ քեզ բանես ինչ ժողովուրդ են։ Գնացեք, մենք ձեզ կզանգենք։ Լավ, բարի խոշակ։ Ինչ ես անում, Ժիրո։ Եկել են հարցազրույցի։ Իվան, դու չգիտես, որ ուտելուց չեն խոսում։ Պապա ջանը չի սրա տեղը մի հատ թութակ ճարար։ Շորը գցեինք վանդակի վրա, ցենը կտրեր։ No. Պետք չի։ Ես չեմ ուզում աչք ընկնել։ Իմ դեմքը կարևոր չի, որովհետև ես խոհարար եմ։ Իսկ խոհարարի փոխարեն խոսում են նրա ձեռքերը։ Sébastien Karapetyan. Sébastien Karapetyan. Enchanté. Այդ երկու ազգանուն ունես։ Այդտենց է կարել էլի, որ մարդկա մնացել է առանց ազգանուն։ Կստացի Ժիրո, Սեբաստյանն իր անունն է։ Դուք Ֆրանսիայից եք։ Ես Մարսելում ռեստորան ունեի։ Հիմա չեմ հասկանում Մարսելից ես, թե Ֆրանսիայից։ Ուշադրություն մի դարձրեք։ Պատմեք ձեր փորձի մասին։ Ավելի լավ է ցույց տամ։ Սեբաստյան ջան, մենք քեզ վերցնում ենք մեր ռեստորան խոհանոցումից օգնական։ Ալվարդ, դու ինչի ես եկել։ Հաշվապահի գործի համար։ Բա հաշվապահական փորձ ունես։ Հա, մի քանի տարի առաջ հաշվապահական կուրսերի եմ գնացել։ Համ էլ ես հաշվարկից շատ լավ եմ։ Ճիշտ է ասում։ Դրա համար էլ հետդ հաշվարկով ամուսնացել է։ Լավ արի կլինի
մյուս տեխնացուներին էլ նայենք, հետո որոշենք, հա։ Իվան, դու ինձ ոնց որ չհասկացար։ Ես չեմ եկել ստե հարցը զրույցի համար։ Ես եկել եմ ձեզ տեղյակ պահեմ, որ այս ռեստորանի հաշվապահը ես եմ լինելու։ Լավ էլի, Ալվարդ։ Լսի, ուրիշ հաշվապահները ձեզ խաբելու են ու այդ փողը ձեր վրից տանեն։ Հենա ես կտանեմ։ Ու կբերեմ տուն։ Իվան, բայց ճիշտ բաներ ասում ես խորիզով քաթեն։ Կսպանեմ, Շիրի։ Հաջորդը։ Ես մատուցողի գործի համար եմ եկել։ Իսկ ձեր անունը կասեք։ Ես Էլենն եմ։ Էլեն։ Ես միշտ ուզեցել եմ, որ իմ անունն էլ Էլեն լինի։ Մատուցողի փորձ ունեք։ Ճիշտն ասած, ոչ։ Իսկ ընկեր։ Ճիշտն ասած, ոչ։ Իսկ ինչու ընտրեցիք հենց մեր ռեստորանը։ Ես աշխատանք եմ փնտրում, որպեսզի գումար վաստակեմ ու անտուն կենդանիների համար կացարան ստեղծեմ։ Հենց տեսա հայտարարությունը մի անգամից եկա։ Այդ հայտարարությունը ես եմ գրել։ Իսկ երեկոյանի չեք անում։ Երեկոյան։ Երեկոյան ես դուրս եմ գալիս քաղաք, զբոսնում եմ փողոցներով, հավաքում եմ աղբը, տեսակավորում եմ այն, հետո ուղարկում եմ վերամշակման։ Ինչ ռոմանտիկ է։ Վերջ Իվան։ Էլենը ընդունված է աշխատանքի։ Ջիրո, հիմա որ ասեմ ոչ, ուրիշը գխայտարակես չէ անել։ Բնականաբար, դու էլ հո ինձ աղբորդ պես ճանաչում ես։ Էլեն ջան, դուք ընդունված եք աշխատանքի։ Շատ շնորհակալ եմ։ Դե արի մի հատ պաչեմ։ Հերինգ տողոտ։ Ամենա, ժամանակներ, քեզ ասում եմ, առաքում ունեք, շուտ անեք գնանք դու, բայց դու թե չանում ես։ Վայ։ Շիրո? Ո՞վ է։ Շիրո? Միրո? Շիրո? Միրո? Շիրո? Շիրո? Ջան, Շիրո։ Միրոնա։ Միրոնովա։ Բա դու ով ես։ Միրոնի ընկերն է։ Շիրոն է Միրոյի ընկերն։ Հա, փաստորեն աննորմալներով իրար ընկերն են։ Հա։ Ես ու Միրոն առաջին կուրսից մանկության ընկերներ ենք։ Ախպերս նստի մոպետը դու ստեից գնա էլի։ Միրո, պես մոպետը քոնն է։ Ասել ես երազանքին։ Դես Մանեն այս հետ էլ առաքումներ եմ անում։ Համել առաքիչ ես աշխատում։ Երկրորդ երազանքիդ էլ ես ասում։ Ուրեմն մենք էլ նոր ենք բացվել։ Ու դու այսօրվանից մեր մոտ աշխատում ես որպես առաքիչ։ Միրոն առանց մտածել ասում է այո։ Միրոն ով է։ Արա նոր ասեցի, բա դու ով ես։ Միրոն իմ ընկերն է։ Շիրո, ես ախպերդ հասկացության պրոբլեմներ ունի։ Ասել եք։ Ինքը ստեղ չի աշխատելու։ Ինձ ստեղ մի աննորմալ է հերիք է։ Չի աշխատելու։ Չէ։ Լավ։ Ուրեմն հսա կզանգեմ պապային, Ալվարդի ու տանպահով կպատմի։ Պապա։ Մի զանգի Շիրո։ Մի զանգի Շիրո։ Սրտիս վրա ստելտի դնելու էլ տեղ չի մնացել։ Ճիշտ ասում։ Սպասում ենք, սիրով Շիրո, Իվան։ Բարի լույս, Ալվարդ։ Ես ներսում մարդ կա։
Մարդ չի աղբերը տա, էտ ապուշը էլի մտելա ժամերով դուշ չի գալիս։ Է որ սենց գնաց ուշանանք, այսօր ռեստորանի բացումն է։ Վերջը ով է։ Ես։ Բա ներսում ով է։ Դու։ Որոյ կենթանին, չի ես ջուրը բաց տող է գնացել։ Իվաս, հարմանալի տղա ես։ Դու չգիտես, որ ես բաղնիքը միշտ տաքացնում եմ, հետո եմ մտնում լողանալ։ Որը հորտանքի պողը ես տալու, ջրի պողը դու ես տալու, որը գազի պողը դու ես տալու, ես կան ժամանակ ասան։ Դե եթե ոչ մոկը չի լողանում, դու գնացեք նախաճաշեք, ես գնամ լողանալ։ Մի րոպե։ Ես ներսում տկլոր լողանում եմ, դու ուզում ես մտնեսնես։ Մի վաղ տնկան դերևի, լուրջ եմ ասում, խայտառակ չէ։ Ասենք ներսում տկլոր լողանում ա, դու ուզում ես մտնեսնես։ Ջիրո, գոնե Facebook-ում գովաց դրել ես, որ այսօր մեր ռեստորանի բացումն է։ Հա, արխայի լիքը մարդ է գալու։ Սպասում ենք, սիրով, Իվան։ Ջիրո, ասում ես գովաց դես միացրել, լիքը մարդ է գալու, ուր են։ Ինչի բացում է այսօր է։ Ուրմը քու կորցիկով ինչի կտրեցինք ես կարմիր լենտը։ Արա, ես էլ ասում եմ, ես Իվանը գժվել է, ինչ արել, ուզում ամեն օր սենց կան։ Որը ես քեզ կսպանեմ։ Իվան, բացումն է, չենք մոռանում, բաց։ Բայց ոնց որ հետաքրքիր է լինելու։ Մեծ անակնկալ սյուրպրիզ սիտկոմի բոլոր երկրպագուների համար։ Սիրված կերպարներ Ժիրոն ու Իվանը վերադառնում են։ Քո պատճառով քաղաքում ռեստորան չմնաց, որ մեզ գործի վերցնեն։ Վերադառնում են արդեն իրենց պատմությունը պատմելու համար։ Ես մի հատ ռեստորան գիտեմ, որտեղից քեզ երբեք չեն հանի գործից։ Ուզում եք ռեստորան բացենք, բայց ամեն ինչ կախված է տարածքի վարձից։ Քո խաթր 4000։ Բա իմ խաթր։ 6000։ Չէ, իրա խաթր լավ է։ Եղբայրները բացել են իրենց ռեստորանը, որտեղ սակայն ոչինչ հարթ ընթանալ չի կարող։ Ես էլ այս ռեստորանի տերն ու տիրակալն եմ, Մարգարիտա։ Բարոն ինչ։ Սպանեմ Ժիրի։ Ինչ նոր անախորժություններ կբերի Ժիրոն Իվանի գլխին եւ ինչպես կդասավորվեն նրանց հարաբերությունները։ Ժիրո։ Ժիրո Իվան, մարտի 3-ից Արմենիա պրեմիումի եթերում։ Ռամ պամ պամ պարամ պիրիրիրիտիրիտիմ։ Առաջին օրվա համար ված չի, լիքը հաճախորդում են։ Ուզում եմ ձեր ռեստորանում այսօր ընկերուս առաջարկություն անել ամուսնության։ Կրկնեն խաբարչոն են գնաց տպրազդիկ սարքեն գուլյադան ենք։ Այս ինչ լավ բան ես մտածել, այ աղբեր։ Իմ ռեստորանի դռները միշտ բաց են քո առաջ։ Շատ հումորով եք։ Պապան ասում էր։ Այս փաստորեն դու մեր դասարանից ես։ Դու ռեստորանի առաքիչն ես, այն հիմար Ժիրոյի հիմար ընկերը։ Դու երևի Իվանի Չեբուրեկին ես։ Իսկ ես կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ եմ։ Ես էլ ջյուդոիստ եմ։ Ինչ ալե։ Հանկարծ քֆուր չտաս։ Չէ, սրանց հետ շատ հեշտ է լինելու։ Ժիրո Իվան, չորեքշաբթի օրը Արմենիա պրեմիումի եթերում։ Մեծ անակ
աղբորդ նայի։ Ժիրո, հասունեն դու մարդ ես դարել։ Երեքիս համար սուրճ ես պատրաստում։ Դուր։ Բայց ինչի պետք է ես ձեր երեքի համար սուրճ պատրաստեմ։ Բայ դատար գլուխ, ես երեքած սուրճը սարքել ես ում համար։ Իվան, կնոջ տասա թու իրան խելոք բայ, թե չէ ես իմ արարքների համար պատասխան չեմ տալիս։ Բայց դու երբ էիր քո արարքների համար պատասխան տալիս։ Առավել եւս։ Նորմալ բանասա հասկանանք, ինչի ես քո համար 3 հատ սուրճ պատրաստել։ Տուփի վրա գրած է 3-ը 1-ում։ Գրած չի 3-ը 3-ում։ Չկա լոգիկա, չկա։ Դուրս տասա։ Մեր կաց նորմալ շորակի գնանք ռեստորանը բացենք։ Հեսա մի հատ 3 հատ սուրճ խմեմ կգամ։ Մադուկին մի ժամանակ ախպերներով, մեկը նորմալ մյուսը պակաս շարիկներով, տարիները արագ անցան երազի պես, նրանք որոշեցին բացել փոքրիկ բիզնես, մեծը համով օտով ճաշացան գայքում, մյուսը մեծ ախպոր լարվածներ վերնաուտում, սա ճակատագիր ախպորի չես բախչի, ամենից շատ պարզ ասա հաստատ սուրպրիզ չի, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, բոլորով նստենք մի մեծ սեղան, սպասում ենք, սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան, սպասում ենք սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան, Սեբաստիան, միսը գերեցի ուրիշ ինչա պետք։ Դեմ 2 կիլո պամիդոր, վարունգ, ձվեր ու սարդելկա։ Չնայած մի րոպե։ Աթենքի սարդելկա ունենք։ Այդ ջնջի։ Անցանք մրգերին։ Հելեն, հələ լսի։ Այսօր քեզ ժամը 6-ին հրավիրեմ ժամադրության։ Ժամը 6-ին դեռ աշխատանքի եմ։ 7-ին։ 7-ին էլ։ 8-ին։ 8-ին էլ։ 9:27։ Այդ ժամին էլ եմ գործի։ Հասկացա, բա երբ ես գործդ վերջացնում։ 10-ին։ 10-ին։ 10-ին չեմ կարա 10։ Մի րոպե։ 10-ը որ մի նորմալ աղջիկն է գնում ժամադրությանը։ Ուղիղ 10-ին լինես տանը ու զանգես ինձ ասես կյանքս ասել եմ։ Ջիրո, դու իմ իրավունքները ոտնահարում ես։ Մեր երկրում գենդերային հավասարություն է, իսկ ես կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ եմ։ Ես էլ ջյուդոիստ եմ, որ ասում եմ 10-ին տանը լինես, դա չի քննարկ։ Մաքսիմում 11։ Արի Մալենա ջան։ Քեզ կծանոթացնեմ իմ մանկության ընկերոջ ռեստորանի հետ։ Ժիրոնա, իմ մանկության ընկերը, առաջի կուրսից իրար հետ ենք։ Էլենա։ Այն ձերքերով ջազան Ֆրանսիայի խոհարարն է, Սեբաստիանը։ Այն մեկը Իվանն է։ Ժիրոյի մեծ աղբերն է։ Մի քիչ շարիկների թափած, բայց ուշադրություն չդարձնես։ Միրո, ինչի ես մոպետ եմ մտցնում ռեստորան։ Դու այն Հովո։ Միրոն աղջիկա հետ չես տենում։ Հանկարծ կֆուր չտաս։ Մալենայից բերել եմ, որ ձեր ռեստորանից ծանոթացնեմ։ Լսի, դու միշտ հիշի, որ մոպետի տեղը դա դասում է, ընդհանրապես քոնն է։ Սպասի գալիս եմ։ Այս ցուցակը վերցրու, գնա, ինչ գրած է արբետ, քանի հաճախորդները չեն եկել։ Հասկացա, բա փողը։ Փողը գնա Ալվարդից վերցրու։ Ալվարդն ո՞վ է։ Ալվարդը կինս է։ Կնոջդ մոտ ինչ գործ ունի ռեստորանի փողերը։ Կինս էս ռեստորանի հաշվապահն է։ Հա։ Ինքը որտեղ է։ Ալվարդը տանն է։ Տան հասցեն։ Մեր տան հասցեն կուղարկե։ Քարտից վրա կուղարկես։ Գնա։ Գնա։
Այ մարդես չուտը յոգուրտը այնքան համովա լրիվ հրաշ կա։ Խմում ես էլի ես ուզում խմես։ Հա, մամ ջան։ Ոնց է իմ արքայադուստրը։ Ոնց է իմ Ռապունցելը։ Ոնց է իմ Ֆիոնա։ Մամա ջան, ես քեզ 1000 անգամ ասել եմ, ինձ Ֆիոնա մի ասա։ Հա, բեմի արքայադուստրը բարես։ Ասա տեսա ոնց ես, ինչ ես անում։ Լավ, մամ ջան, իմ համար նստած եմ։ Մի քիչ առաջ արթնացա, այս չուտը յոգուրտն եմ խմում, հեսա հեռուստացույց կնայեմ, էլի յոգուրտ կխմեմ։ Ապրի մամայի աղջիկը, քեզ մի քիչ խնայի, հանկարծ տանը գործ չանել։ Չէ, մամա ջան, ինչ գործ, շատ իրիկ ունեմ ում թափեմ։ Դե լավ է, իսկ այն մարդը դուր է, դրա անունն ինչ էր, Վասյա։ Իվանը գործի է գնացե, ռեստորան է բացե։ Վահ, ռեստորան։ Դե նայ փողերը ապրչը ծախսի։ Չէ, մամա ջան, չի կարա, այդ ռեստորանի հաշվապահությունը ես եմ անում։ Ապրես սիրունս, դե քեզ լավ նայի, կխոսենք։ Լավ, մամ ջան։ Ասա, Իվան։ Ինչ ես անում։ Վայ Իվան, հենց նոր նստեցի, առավոտից զարթնել եմ գործ եմ անում, էլ պոլերն եմ լվանում, աման եմ լվանում, լվացք եմ արեն, դե հարթուկ եմ արեն, հին լվացքով հավաքել եմ, նորն եմ փռե, այ հիմա նստեցի չուտը յոգուրտ որ խմեմ, զանգեցի։ Լսի, մեր առաքիչն է գալու, փող կտաս, որ առևտուր անի։ Լավ, թող գա, փողը դուս կգրեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ մի րոպե։ Նախ քեզ Իվանը կանչում եմ, մի հատ գնա։ Երկրորդը դու չգիտես որ այս աղջիկը ընկեր ունի։ Իմ համար տարբերություն չկա, կարաս դու էլ լինես։ Ես էլ ընկերուհի ունեմ։ Երևի սխալ հասկացար, ես ձեր հաճախորդն եմ։ Ուզում եմ ձեր ռեստորանում այսօր ընկերուս առաջարկություն անել ամուսնության։ Այս ինչ լավ բան ես մտածել, այ աղբեր։ Հեսա որ ամուսնության առաջարկություն անես, ինքը քեզ կասի հա։ Որ ասի հա կգնա կամուսնանաք, հետո երեխեք կունենաք, այդ երեխեքը սկզբից փոքր կլինեն, ամբողջ գիշեր կլացեն, չեն թողի քնեք, հետո այդ երեխեքը կմեծանան, ծախսերը կշատանան, 4 տեղ կաշխատես, չես ձգի կգնես ստրեսի մեջ, կգնաս մի հատ մոտ կճարես, կգցվես։ Շնորհավորում եմ աղբերս, շատ լավ բան ես կարծել։ Ճիշտն ասած, ես ուրիշ ձև եմ պլանավորել, հիմա օգնում եք ինձ թե գնամ ուրիշ ռեստորան։ Ինչա պետք անել։ Այս ծաղիկները, այս մատանին դնում եմ ծաղիկների մեջ, հենց նշան տամ կբերես։ Այս էլ նվերը։ Աղբերս առանց նվերել կլիներ, մերսի շատ։ Այս նվերը ընկերուս նվերն է, Samsung Z Fold 6 հեռախոսա։ Աչքիս ընկերուհուդ շատ ես սիրում, որ սես թանկանոց նվեր ես առել։ Շատ եմ սիրում, բայց մոբայլ ցենտրում միամսեկի նվիրած ակցիա կա։ Նենց որ շատ հասանելի է։ Այ, դե հենց հասանիք անեք, ինձ քավոր կդնես։ Եղավ։ Չէ, մի րոպե քավորը ծախսատարա։ Ազապ։ Բայց ես ազապ չեմ։ Ինչ։ Լավ, դու ինձ կանչի քո հարսանիքին, ես նորմալ կպարեմ, եղավ։ Ռամ պամ պամ ռաբա պիրիդիրա դրադիդիրա դրադիդի դրարիրամ դրարիրարարիդիդի դրադիդիրա օպտարադի դրադիդա դրաբիվա դրարիրարարիդիրա Ժիրո։ Ինչ։ Բայց Իվանը ինձ չէր կանչում։ Ուրեմն լսի։ Ես որ ասում եմ կանչում էր։ Ուրեմն կանչում էր։ Ռամ պամ պամ պարամ պիրիդիդի դիրիդի Խոստանում եմ, հենց աշխատավար ստանամ բենզին կտեսնեմ։ Մի վարքյան Մալենա, ակը կաղկցի, մի հատ նոր ծաղիկ առնեմ ու գնանք, հա։ Բարև ձեզ, ինչ ծաղիկներ ունեք։ Բարև ձեզ, մենք ունենք ծաղիկների հսկայական տեսականի, ձեր ընտրությունը կախված է ձեր նպատակներից։ Օրինակ, առաջին հանդիպման համար կարող եք գնել վարդեր, բայց ոչ կարմիր։ Չափից շատ ռոմանտիկ չլինելու համար վերցրեք վարդագույն կամ սպիտակ։ Ծննդյան օրվա համար կարող եք վերցնել քրիզանթեմներ կամ շուշաններ, իսկ գործընկերոջ կամ ղեկավարի համար օրխիդեաներ կամ իրիսներ։ Չնայած, ղեկավարի մոտ մտնելու համար ավելի լավ է ծաղիկ մի վերցրեք։ Վերցրեք օճառ։ Իդեպ, ունենք վարդի հոտավաճառներ, շուշանի հոտավաճառներ եւ օճառի հոտավաճառներ։ Հիմա ինչ տամ ձեզ։ Ես ձեր ասածներից միրով մենակ բարև ձեզ հասկացա։
Իսկ ասեք, ում համար եք ուզում ծաղիկները գնել։ Մալենայիս։ Հա, մեկ րոպե։ Մալենայի համար հատուկ ծաղիկներ ունենք։ Մերսի։ Իսկ ձեր անունն ինչ է։ Լիլիա։ Ծաղկի սրանում եք աշխատում, դրա համար Լիլիա։ Այո։ Ձեր բախտը բելա, զավչաստի խանութում չեք աշխատում։ Թե չէ ձեր անունը կներ Ցապկի։ Շատ հումորով եք։ Պապան ասում էր։ Հարայ ջրծաղիկ, դու նստել ես։ Հեսա հաճախորդները կգան, մենք հլա ապրանք չունենք, թռի։ Կներեք, Միրոն պետքա գնա։ Թռի։ Շնորհակալություն ծաղիկ։ Թռի։ Իվան ջան, ինչ հավատահել։ Այս աշխատողները չեն ուզում աշխատեն։ Տիկին Մարգարիտա, գիտեք մեր մոտ ոնց է։ Բոլորն ուզում են չաշխատեն, բայց փողը ստանան։ Հա, առաքիչին ուղարկել եմ Զակոպի, մինչև հիմա այստեղ էր։ Իսկ հաճախորդները հեսա կգան։ Ես քեզ լրիվ հասկանում եմ։ Իդեպ, եթե ինչ-որ բան պետք լինի, իմ ռեստորանի դռները միշտ բաց են քո առաջ։ Ավելի ճիշտ սառնարանից դռները, ջանիկս։ Մարգոշատ, տիկին, մերսի։ Տիկին Մարգարիտա, մերսի շատ։ Ստենդս, ստենդս։ Սպասում ենք, սիրով, Իվան։ Что неплохо. Молодцы, ребята. Իվան, ինչ էլ է ժիրույի չես օթային տակնապդ միացրել։ Գրաֆն այգել, եկելա փողերը վերցնի, բայց մի ամիս էլ լրացել, որ եկելա փողերը վերցնի, գնալու եմ ասել, Գրաֆ չի նախ, բարոնա, երկրորդը ես կճշտեմ, դու չշորժվես։ Շորժվես։ Բարև բարոն ջան։ Բարև Ջիվան։ Ջիվան չէ, Իվան։ Ինչ ես եկել։ Դեռ մի ամիս կա, չէ։ Փողը դվիշ չեմ եկել։ Ջիվան։ Եկել եմ մի կտոր հաց ուտեմ։ Որտեղ սիրտդ ուզում է, այնտեղ նստի, հենց հիմա քեզ կսպասարկեն։ Չմոտենաս։ Ինչի՞։ Գրաֆը կծում է։ Դե դու քանի ասում ես գրաֆ, ինքը ոչ թե քեզ կկծի, ինքը քեզ կհոշոտի, չմոտենաս։ Էլեն ջան, մոտենում ես այն սեղանին ու սիրուն սպասարկում ես, լավ։ Շատ լավ։ Բամ Բարև դու ով ես։ Միրո ես եմ։ Անի առաքիչն ես, այն հիմար Ժիրոյի հիմար ընկերը։ Իվանը պատմել էր քո մասին, լավ։ Դու երևի Իվանի չեբուրեկին ես։ Ժիրոն պատմել է քո մասին։ Արդեն երկարացնում ես։ Հեսա։
այստեղ ստորագրի, որ փողը տամ։ Չի կարելի։ Փողը դիսեղանի միրոն չի կարա վերցնի։ Փողը ձեռքից ձեր տալը վատ նշան է։ Ես այդ մի բանը չգիտեի։ Այս փաստորեն դու մեր դասարանից ես։ Որոշել եք։ Ինձ մի հատ կապուչինո։ Ինձ մեկ հատ սնկովապուս։ Շատ լավ։ Լսում եմ ձեզ։ Մի հատ պամիդորով ձվածեղ։ Մի հատ պամիդորով ձվածեղ չի լինում։ Գոնե մի 5-6 հատ պամիդոր պիտի մեջ էլ։ Նկատի ունենք ձվածեղը մի հատ։ Տեղ չգնանք, հեսա գալիս եմ։ Դզեց։ Առաջի օրվա համար ված չի։ Լիքը հաճախորդում ենք։ Ah oui, très bien. Շատ լավ։ Ուղղակի մի խնդրեմ կա։ Ինչ խնդրեմ։ Մտեք, միշկա։ Մի անհանգստացի։ Միրոն հեսա կգա ուր որ է։ Մի քանի պամիդորով ձվածեղ։ Մեկ հատ սնկովապուր, մեկ էլ ամբողջ բլոկնոտը։ Չհասկացես ինչ։ Բարոնի պատվերն է, մենյուում ինչքան մսեղեն կար պատվիրել է։ Իվան ջան, ես հիմա առանց մթերքի ինչ անեմ։ Լավ։ Սպասի հիմա եկա։ Ես էլ չարքերի դեմ իմունիտետ է։ Ես որ վզի տա, քեզ ոչ մի բան չի լինելու։ Դզեց։ Հիմա Միրոյի հերթն է, կարամ ասեմ։ Նայ, ուրեմն ասում են ամեն օր պետքա աղով շրջան անես, մտնես մեջը, մի ոտով 7 անգամ թռնես։ Էդ ինչ է տալու։ Դե ասում են կհարստանաս։ Եթե չհարստանաս էլ, կնիհարես։ Կարելի է փորձել։ Իվան Վատ նշան է։ Ալո։ Ուր ես, Միրո։ Ճանապարհին եմ, ուղղակի խցանում է։ Շուտ արա, Միրհավ, քեզ ենք սպասում։ Ախր ես զարմանում եմ, ոնց կարա մարդ մոպեդով մնա պրոբկայի մեջ։ Մի անհանգստացիր Իվան, քեզ ինչ պետք է ես կտամ։ Շնորհակալ եմ, Տիկին Մարգարիտա։ Իվան, ինձ որ տիկին ես ասում, ինձ մեծ կին եմ զգում։ Բա ինչ ասեմ։ Մարգո։ Շնորհակալ եմ, Տիկին Մարգո։ Գներեք։ Մարգո։ Իսկ հիմա քեզ ինչ պետք է, արի վերցրու։ Աչուն ջան մի րոպե արին։ Ինչ լավ է պատվերը։ Որը կենթանիների պաշտպանության մասին ընդունված բոլոր կոնվենցիաներին հակասող պատվերը շուտով կլինի։ Այդի։ Ինչև այդ ամեն ինչ պատրաստում եմ հատ մեզ խմելու բան բեր։ Շատ լավ։ Ուրեմն մեզ բերում եք բրքի տեսականի, 2 հատ խմորեղեն եւ շամպայն։ Շատ լավ։ Դու բան չես մոռացել։ Брат, без музыки как-то скучно. Կալկալին խաբար չանենք, գնաց թե պրազնիկ սարքեն գուլյատ անենք։ Հատ զանգի կալկալին։ Ժիրո ուր է մինում, ինչի է ուշան։ Ինչ իմանամ, քո աշխատողնա դու էլ պատասխան։ Արա դու չէի խնդրում դրան գործի ընդունել։ Նա եթե սեն շարունակել եք, երկուսի տեքս տղից Սիբիր եմ ուղարկելու։ Ետ ինձ ասիր Սիբիր։ Հա։ Մեծ աղբորս ասելու եմ, կա գլուխը ջարդի։ Որը մեծ աղբերը ես է։ Ինչ ես ասում։ Այսօր ինձ ասել է Սիբիր կգա։ Որը գլուխ։
սնկով ապուր։ Շնորհակալություն։ Կարելի է երաժշտությունը մի փոքր ցածրացնել։ Դժվար բան եք ասում, բայց կփորձեմ։ Էս է ձեր պամիդորով ծված եք։ Երևի մի բան շփոթել եք։ Մենք պամիդորով ծված եք չենք ուզել։ Դուք ինձ ասացիք պամիդորով ծված եք, ես էլ պամիդորով ծված եք եմ բերել։ Լավ չես լսել։ Մենք պիցա ենք ուզել։ Կարող է դու ինձ քրժի տեղես դրել։ Դու ինձ ասել ես պամիդորով ծված եք։ Մենք պիցա ենք ուզել։ Էս տար ու մեր պիցան բեր։ Կարժանի չեք ես պամիդորով ծված եղին։ Բարի ախորժակ, բարով վայելեք այս փոքրիկ խոզուկին, ով երևի թե անուն ուներ, ծնողներ, պլաններ էր կազմում իր ապագայի վերաբերյալ, մտածում էր մեծանալ փոքրիկ ձախուկներ ունենալ, բայց հիմա հայտնվել է ձեր սեղանին, որպեսզի դուք լցնեք ձեր սփորերը եւ բավարարեք ձեր որքնամոլությունը։ Կրկնում եմ, սխալ չեմ սարքել։ Կրկնում եմ, սխալ ես սարքել։ Այդ մարդը պիցայի ուզել, դու դրե պամիդորով ծված ես սարքել։ Միշտ պատվիրել եք, եթե սարքել եմ։ Դե ու ես սխալ ես սարքել։ Իրս շասես ու ես սխալ։ Հասկացար։ Հասկացա։ Այսօր ինչ-որ բոլորդ հասկանալի եք մորցադրում։ Բայց ես անգամ հաստատ պիցա եք պատվիրել։ Մենք պամիդորով ձվածեղ ենք ուզել։ Ուզում ես գնա պատրայի թղթի մեջ նայի։ Դու կարժանի չեք ես պիցայի։ Քել այ ախպեր գնացին գիժանսնա։ Նա, հեսա կբերեմ կանես։ Իմ ասածը հիմա ձեզ դուր չի գա, բայց դուք խախտում եք համակեցության կանոնները, այնպես որ հաշվը փակեք։ Слушай сюда, девушка. Մեր աշիվեց ռեստորան, միշտ փակա։ Ո՞վ է փակել։ Ով որս ռեստորանը բացել է։ Լավ, ես կփոխանցեմ սեփականատիրոջը։ Փոխանցի։ Մի րոպե ես պահը ես պետք է անհացնեմ։ Յանքս, դառնաս իմ կինը։ Այ ախպերով առանց մատանի առաջարկություն անում։ Չհասկացա, սուր է մատանին, սաղանակ ընկանաց փչացրի։ Ես ինչ իմանամ ուրա քո մատանին, համել ես մեղավոր եմ, որ դու մի քիչ քալ ես։ Պաճառով ընկերոյս լացում է, ուրա մատան։ Բաց թողեք, հանգստացեք։ Ընկերուհիս լավ չի, արագացրեք, շտապ օգնություն կանչեք։ Շատ պատահել։ Ես սանրկի ունեմ սնկից։ Դուք պարտավորից ուշացել, որ ապուրի մեջ սունկ կա։ Բայց մենյում գրված է սնկով ապուր։ Մենյում շատ բան է գրված։ Դուք պարտավորից ուշացել, որ սնկով ապուրի մեջ սունկ կա։ Ես եմ դատի կտամ։ Այո, դատի ենք տալու։ Ինչ ալե։ Պիտի առաջարկություն անեի ընկերուս, այս ձեր հիմալ մատուցողը մատանին գողացել է։ Չփոշմանեք։ Ես ես դատի եմ տա։ Են կանայք էլ հաշիվը չփակեցին։ Դուք բարոնեց նորմալ դիրություն արեք։ Իրանց փակած հաշիվը մեծ ծախսը կհանի։ Իդեպ իրանք էլ չեն պատրաստում հաշիվը փակեն։ Ո՞նց չեմ պատրաստվում հաշիվը փակեն։ Նա հեսա ոնց եմ սարքում քյուֆտա։ Քյուֆտե գլխիդ մեջ հո։ Ասում եմ նորմալ սպասարկեք։ Ժիրո։ Ես կանոնիկ ձեր մոտից էին դուս գալի։ Ինչ է եղել։ Նարես։ Մնում ես։ Չեն ուզում հաշիվ փակեն։ Ոնց։ Հուսանայի ոնց է միրոն դրանց քյուֆտա սարքում։ Բայց իրանք քեզնից ուժեղ են։ Արխային, ես իմունիտետ ունեմ։ Հազար ներողություն, որ ընդհատում եմ ձեր այս գեղեցիկ ճաշկերույթը, բայց դուք չէիք ուզում, չէ, հաշիվը փակել։ Ոչ դե չեմ ուզում, այլ չեմ փակում։ Լսեցիր, ես էլ հո ես չեմ ասում։ Ուրեմն լսեք։ Դու
Եթե հաշիվը չփակեք, ես ստիպված կլինեմ ձեզ իջացնել իմ մակարդակի, որպեսզի դու հասկանաք, թե ներքևում կյանքը ինչ դաժան է։ Ես ձեզ լավոր եմ մաղթում։ Աղբեր մեր չան։ Սպասում ենք, սիրով, Իվան։ Սա ձեզ սնկով ապուրի համար։ Շնորհակալություն։ Միշտ պատրաստ ենք։ Սա ձեզ պիցցայի համար։ Գնանք, բայց պիցա չէր, պամիդորվը ծվածև էր։ Մի խոսքով խառնաշփոթի համար։ Մերսի շատ, միշտ պատրաստ։ Սա էլ կորած մատանին։ Ես մեկը շատ եմ սիրում։ Միշտ աշխատում է։ Շնորհակալություն, եթե պետք լինի, միշտ դիմեք մեզ։ Ես չլինեի ձեր թատրոնի աշխատավարձով ոնց էի կապրելու։ Չէ, սրանց հետ շատ հեշտ է լինելու։ Սպասում ենք, սիրով, Իվան։ Germany, Germany, Germany,